Նախորոք հավի միսը եփել եմ և աղ եմ լցրել, մի հատ եռացել է և անջատել եմ։ Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի թանկագին հետևորդներ ջան և աշխարհով սփռված հայեր ջան, սիրելիներս, մաղթում եմ ձեզ բոլորիդ խաղաղ օրհնյալ օր, բարին բոլորիս հետ, թարմը կոֆեն աղացի դրեցի, դուք էլ հույսով եմ դրել եք, հիմա նստենք գործերից մի 5 րոպե թողնենք, նստենք, կոֆեն վայելենք, նոր կանցնենք ամեն մեկս մեր գործերին։ Սիրելիներս, ինչպես միշտ ջուրը արդեն խմել եմ կում-կում, իսկ հիմա կոֆեն կխմենք միասին։ Սիրելիներս, դուք ինչպես եք, իմ լավ բարեկամներ, հույսով եմ լավ եք, ես էլ եմ լավ, այսօր երիտասարդությունս միտս է ընկել, դրել եմ այս գեղեցկությունը, մազերս բացել եմ, սիրունացել եմ ձեզ համար, որ դուք էլ դիտեք, ուրախանաք և բաժանորդագրվեք, լայքեք ալիքիս, սա էլ իհարկե մի փոքրիկ հումոր ձեզ համար։ Այսօր էլ այս բաժակով պետք է խմեմ։ Սիրում եմ գույնզգույն բաժակներ օգտագործել, գիտեք, գրավող գույներ։ Ճիշտ է, այս բաց կապույտը այդքան չեմ սիրում, բայց գրավում է։ Որոշեցի ձեզ հետ միասին այսօր էլ այս բաժակով խմել։ Իրականը բաժակը չի, բայց գույնը, ձևը գրավում է, չէ՞։ Դա էլ իր ուրույն տեղն ունի, որ ուզում ես կոֆե խմես, սիրում ես, ընտիր, օրինակ ես սիրում եմ լավ բաժակով խմել։ Հայաստանում, որ այս պրոշները ճաքում էր կամ թռնում էր, մենք այդպես ենք ասում, դեն չէինք նետում, ափսոս էր, այն մութ ու խավար տարերին որ դեն գցենք, չենք կարող առնել, իսկ այստեղ ոչ մի ճաքած, ոչ ափսե, ոչ բաժակ չեմ պահում, բոլորը աղբար կան։ Մի խոսքով խմենք համով, հոտով կոֆեն կանանցի բույրով, խմենք։ Սիրելիներս, ամենալավն եմ ցանկանում ձեզ, ամենաբարին եմ ցանկանում ձեզ, Աստծո սերն եմ ցանկանում ձեզ, թող ձեր օջախներից Աստծո լույսը անպակաս լինի, առանց Աստված կյանքը ունայն է և դատարկ։ Հիմա կխմեմ, կվերջացնեմ, ուզում եմ այսօր, երեկ ցույց տվեցի հավը, որ լվացի, դրել էի սառնարանը, այսօր պատրաստել հավով սոուս։ Ճիշտն ասած, իմ լավ բարեկամներ, ժողովուրդ, չգիտես ամեն օր ինչ եփես։ Համամիտ եք ինձ հետ։ Առավոտյան գնում են գործի, դե տիկին Մարինե մտածի ինչ են ուզում, որ հարցնում են, ասում են մի բան եփի էլի, բայց ինչ, ամեն բան էլ չեք ուտում։ Պետք է իմանամ, որ դա եփեմ, այսօր էլ որոշեցի հավով, կարտոֆիլով, քիչ ջրով սոուս պատրաստեմ։ Իմ լավ բարեկամներ, ժողովուրդ ջան, ամեն օր մենակ եմ, բացի շաբաթ կիրակիից։ Մենակ ասելով նաև կեշան է հետս, սկսում է արդեն խոսել, հիմա կսկսի դայլայլել, քանի մի փոքր խաղաղ է, խոսեմ, խոսքս ավարտեմ։ Սիրելիներս, մենակ ամեն օր արթնանալ, նույն գործողությունները, նույն գործը, ցուրտ է, չես կարող դուրս գալ, դրսում աշխատել, աշխատանք չկա, մաքրած, կոկիկ, դասավորած։ Եփել, թափել, նկարել, ասեմ, որ ես ինքս եմ օպերատորը, ես չունեմ նկարող, բոլոր գործողությունները ես ինքս եմ կատարում։ Եթե տեսանյութը մի քիչ վատ է լինում, ներող կլինեք, դեռ այդպես շատ չեմ վարժվել։
Քայլ առ քայլ, ինչպես երեխան է դպրոց գնում առաջի դասարան սովորում է, այդպես էլ ես եմ սովորում, հետո հեռախոսս էլ լավ չի, սպասում եմ, թե երբ պետք է գնենք, դրա ժամանակն էլ չկա, դեռ հեռախոսի ժամանակը չի, սիրելիներս ուրիշ անելիքներ ունենք, ձայնը մեկ-մեկ չի լսվում, ես հետո եմ կպցնում, դրա համար իմ լավ բարեկամներ, ներող կլինեք, ինչքան հնարավոր է բարձր եմ խոսում, որ ձայնը լսվի, թե չէ ես ինքս բարձրա խոսել չեմ սիրում, սիրում եմ, որ հանգիստ խոսեմ, այսքանը նկարելու մասին, ձեզ ցանկանում եմ, ովքեր աշխատանքում են, աշխատանքային լավ, բարի, խաղաղ, ուրախ օր, ովքեր էլ տանն են, ձեր տնային աշխատանքներում, խաղաղ, հանգիստ օր, մի հիվանդացեք, առողջություն եմ բոլորիդ ցանկանում։ Կոֆեն խմեցինք, լավ արեցինք, սիրելիներս, զրույցեցինք, նորից լավ արեցինք, հիմա մաքրում եմ կարտոֆիլները, հետո սոխը կմաքրեմ, որ արդեն անցնեմ պատրաստելուն մեր համով հոտով սոուսը։ Շատ լավ կարտոֆիլ է, դեղին գույնի, և ամենակարևորը համեղ է, սիրելիներս, կա չէ կարտոֆիլ, որ սպիտակ է, եփում ես, ոնց էին մեծերն ասում, սապուն լինի, իսկ սա չէ, համ համն է լավ, համ տեսքն է լավ, համ էլ դեղին գույն ունի, դեղինը ամենահամեղ կարտոֆիլն է։ Շատ սիրում եմ, սիրելիներս, ասել եմ, չէ, միշտ ծորակի տակ, թե կարտոֆիլ մաքրել, թե գործ անել, աման լվանալ, շատ եմ սիրում հոսող ջրի տակ աշխատել, մանավանդ այն ժամանակ մեր Հայաստանի ծորակը հավուսով սիրուն դրսում էր, մեքենայով լվացքն անում էինք, լցնում այդ թեշտի մեջ, մենք թեշտ էինք ասում, տազիկի մեջ, ջուրը անընդհատ գնում էր, այն ժամանակ եմ ասում, որ դեռ շոչիկներ չկար, հիմա չես կարող այդպես անել, հիմա էլ ծորակը կա, բայց չես կարող ժամերով պարզաջրել, ջուրը հա գնա, որովհետև փող է գրում, իսկ մեր ժամանակներում չկար այդ շոչիկները, լողակում, լուգայում հանում էինք անուշ, փռում էինք, բա հարթուկը, մանավանդ ձմեռը, որ դրսից շորերը բերում ես, չէ, այդ անուշ հոտը, շատ եմ սիրում այդ պահը, հիմա էլ որ բերում ենք ներս, դե հիմա շատ պարագաներ կան լվացքի, հեղուկներ կան անուշ բույրով, ամեն ինչ էլ կա, բերում ես ներս, մի տեսակ դրսի այդ թարմությունը ուրիշ է, իմ լավ բարեկամներ, հիմա կարտոֆիլը կմաքրեմ, հետո սոխը։ Ամեն ինչ սիրով անում, դնում եմ, պատրաստում եմ, ուղղակի երկար չեմ կարողանում ոտքիս վրա կանգնել, այդ կոտրված թեք ոտքս շատ ցավ է պատճառում ինձ, դրա համար երբ որ կտրտում եմ, նստած եմ անում այդ գործողությունները, մի քիչ գոնե հանգստանամ։ Սոխը կմանրացնեմ, մանրացնելու եմ, սիրելի հետևորդներ ջան, կիսա լուսնաձև։ Այս մեղքի աշխարհում հոգնել է իմ հոգին, ապրելով խավարում և հեռու Քրիստոսից, այս մեղքի աշխարհում հոգնել է իմ հոգին, ապրելով խավարում և հեռու Քրիստոսից, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ,
ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսին, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներս, այո, մենք բոլորս էլ ուզում ենք տեսնել Հիսուս Քրիստոսին։ Աստված ջան, պահիր ազգիս, սահմանին կանգնած զինվորիս եւ բոլորիս ընտանիքներին առողջություն տուր եւ հաջողություն։ Փառք քեզ Տեր։ Տիրոջը պետք է միշտ փառաբանենք, սիրելիներս։ Ճիշտ է, ես կարող է լավ չեմ իմանում երգել, բայց ես փառաբանում եմ իմ Տեր Աստծուն, իմ լավ բարեկամներ, դուք էլ փառաբանեք, ամեն ինչից հեռու մնանք, բամբասողից հեռու մնանք, եթե նստած մեկը քո կողքին բամբասում է, ուրեմն դու էլ ես մասնակից, դրա համար չարից հեռու, միայն թող բարին մեզ տիրի, միայն բարի լուրերը, մենք էլ բարի լինենք, մեկս մեկին հարգենք, բարություն անենք, քան եմ ցանկանում բոլորիդ։ Կտրեցի եւ կարտոֆիլը, սիրելիներս, հիմա կսկսեմ արդեն պատրաստել հավի մսով սոուսը, գնանք գազօջախի մոտ եւ սոխառատ սկսեմ պատրաստել։ Հավի մսով սոուսի բաղադրիչներն են կարտոֆիլ, սոխ, չորացրած ռեհան ցիտրոն, աղացած կարմիր քաղցր պղպեղ, տոմատի մածուկ, գդալ եւ խուփը դնելու հարմարանք։ Հիմա սկսենք սոխառածը։ Կաթսայի մեջ կարագ եմ դրել, արդեն հալվել յուղ է դարձել։ Ավելացնում եմ սոխը։ Այսօր պատրաստում եմ բոլորիս կողմից սիրված ուտեստը հավի մսով սոուսը, համեղ հագեցնող, հեշտ պատրաստվող ճաշատեսակ եմ պատրաստում։ Հիմա կթողնեմ սոխը լավ կկարմրի, տեսնում եք բավականին կարմրել է արդեն։ Ավելացնում եմ կարմիր պղպեղ աղացած, ավելացնում եմ տոմատի մածուկ, մի լավ ճաշի լիքը գդալ։ Այդ բոլորը խառնում եմ իրար, ավելացնում չորացրած ռեհանը եւ ցիտրոնը, մի փոքր էլ մսի արգանակ եմ ավելացնում, անպայման քամում եմ մսի արգանակը։ Մսի արգանակը ավելացնելուց հետո նորից խառնում եմ, բերանը կծածկեմ, թող մի 2-3 րոպե Հիմա ավելացնում եմ կարտոֆիլը։ Կարտոֆիլ խառնելուց հետո առանց արգանակի բերանը կծածկեմ, թող մի 2 րոպե եռա։ Արդեն ժամանակն է, որ ավելացնեմ մսի արգանակը։ Արգանակը կլցնեմ այնքան, որ կարտոֆիլը ծածկվի, շատ հարկավոր չէ։
բերանը կծածկեմ, մի փոքր կարտոֆիլը կեվի, նոր կավելացնեմ միսը, որ միսը շատ չեվի, փխլվի։ Արդեն պատրաստ է, բավականին եվել է կարտոֆիլը, ավելացնում եմ միսը։ Տեսնում եք, ինչ լավ ստացվեց, բերանը ծածկեմ, մինչև լավ եփվի, որ թանձր սոուս դառնա։ Հիմա մեր սոուսին ավելացնում եմ 2 լվացած դափնու տերև։ Բերանը կծածկեմ մի 1 րոպե, 2 րոպե եռա, կանջատեմ արդեն գազօջախը։ Արդեն անջատեցի գազօջախը, ստացվեց շատ համեղ, ախորժալի ուտեստ։ Ցույց եմ տալի, տեսեք ինչքան ընտիր ստացվեց։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք, դիտեցիք մինչև վերջ։ Դուք էլ պատրաստ եք, անուշ արեք, իմ լավ հարազատներ։ Տեսնում եք, ինչքան հեշտ և արագ պատրաստվեց։ Հիմա վերջացնելուց հետո նստեցի և ուզում եմ ձեզ իմ շնորհակալական խոսքը ասել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, անհատապես ամեն մեկիցդ, ձեր բարի ջերմ գրառումների համար, ձեր մարդկային մոտեցման համար, թե ինչպես եք գնահատում իմ աշխատանքները, սիրում եք ինձ, ես էլ ձեզ։ Այսօր շատ ուրախ եմ, շատ լիցքավորված, շատ ուրախ պատրաստեցի և ուրախ էլ կմատուցեմ երեկոյան այս համեղ ճաշը ընտանիքիս անդամներին։ Սիրում եմ բոլորիդ, ամեն մեկիդ, գրկում և համբուրում եմ։ Ճիշտ է, մենք շատ հեռու ենք իրարից, բայց կապ չունի հեռավորությունը սիրելու հետ։ Բարի մարդկանց, Աստծո մարդկանց միշտ սիրում եմ։ Մնացեք Աստծո տան մեջ, խաղաղություն ձեռք բերեք, խաղաղվեք, սիրեք, սիրվեք։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։